Ինչպիսին է Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ Այն երկրներից մեկը, որի անունը շոշափվում էր, որ կարող է լինել հարթակ Իրանի դեմ գործողությունների համար, դա Ադրբեջանն է։ Ադրբեջանի նկատմամբ ինչպիսին է նաև ժողովրդի, այսպես ասենք, տրամադրությունը։ Քանի դեռ կա Ադրբեջան-Իսրայել խորացող համագործակցություն, Իրան-Ադրբեջան հարաբերություններում անվստահությունը միշտ լինելու է։ Շատ հաճախ նույնականացնում են ազերիներին եւ ազարիներին։ Հաջորդիվ կարող է հենց այդ հարավային Ադրբեջանի թեման դառնալ առաջնահերթություն։ Շատ ակտիվ Ադրբեջանի կողմից իրականացվում է իրանական մշակույթի յուրացում։ Դա նաև Ադրբեջանի կողմից այսպես պատմություն ստեղծելու քաղաքականության շրջանակներում է իրականացվում։ Այսինքն ստեղծվում է պատմություն ուրիշի պատմության հիմքով։ Դպրոցից սկսած սերմանվում է։ Արդեն որերորդ անգամ փոխվում է Չակերտավոր Զանգեզուրի միջանցքի անունը, բայց տրամաբանությունը նույնն է մնում։ Իրանը սա համարում է որպես հայ-իրանական սահմանի համար սպառնալիք։ Բարի օր հարգելիներս, Ռենեսանսը շարունակում է իր աշխատանքները եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք իրանագետ Ժաննա Վարդանյանին եւ Ժաննայի հետ զրուցելու ենք մի շատ կարեւոր թեմայի շուրջ։ Մեր այսօրվա թեման Ադրբեջանն Իրանի արտաքին քաղաքականության առանցքում եւ Ադրբեջանի հակազդեցության մեխանիզմները թեման է։ Կարծում եմ սա շատ կարեւոր է ոչ միայն տարածաշրջանային ընդհանուր պատկերը հասկանալու, այլ նաեւ այս երկու երկրների միջև հարաբերությունները որոշակիացնելու իմաստով։ Ժաննա, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօրվա մեր շատ կարեւոր թեմայի համար կառանձնացնենք 3 կարեւոր կամ գուցե 4 կարեւոր, լավ 4 կարեւոր կետ։ Առաջինը, ինչպիսին է Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, հատկապես եթե հաշվի առնենք վերջին շրջանում Ադրբեջան-Իսրայել խորացող հարաբերությունները կամ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ել ավելի սերտացումը, հատկապես 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո, նաև Զանգեզուրյան միջանցք ասվածի տրամաբանության շրջանակում ու շատ կարևոր է նաև հասկանալ, թե Իրանում Ադրբեջանի նկատմամբ ինչպիսին է նաև ժողովրդի, այսպես ասենք, տրամադրությունը, հաշվի առնելով Իրանի Ատրպատական նահանգները, այնտեղի բնակչությունը եւ որոնք որոշակի, ասենք, ազդեցություն ունեն թուրքական աշխարհից եւ կարեւոր նաեւ հասկանանք Ադրբեջան-Իրան հարաբերություններում որքան է Իսրայել-Իրան հարաբերությունների գործոնը ու ինչ հակազդեցություն ունի Իրանը այս երկու հարաբերությունների դեպքում եւ ինչ վերաբերմունք ունի Իրանը այս երկու հարաբերությունների նկատմամբ։ Աշխեն, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում ճիշտ նկատեցիք, թեմաները բավականին կարևոր են եւ մի շարք հարցեր պայմանավորում են Իրան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը, ընդ որում փոփոխական բնույթը, որին մենք մշտապես ականատես ենք լինում։ Եթե սկսենք վերաբերմունքի վերաբերյալ հարցից, ապա մենք կարող ենք ընդգծել, որ Իրանում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի եւ քաղաքականության տրամաբանությունը մի քանի գործոններով է պայմանավորված։ Եթե դիտարկում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից, ապա Ադրբեջանը Իրանի համար կարևորվում է կրոնական գործոնի տեսանկյունից։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը շիայական մեծամասնություն ունեցող երկիր է, այսինքն ամբողջ աշխարհում Իրանից հետո երկրորդ շիայաբնակ երկիրն է։ Իհարկե մեր ունեցած տվյալները այս մասով վերջնական ու այսպես հստակ ֆիքսված չեն, բայց ընդունված մոտեցումն այն է, որ հարաբերակցությունը 65-35% է հօգուտ շիաների։ Այսինքն այս առումով է Ադրբեջանը կարևորվում Իրանի համար եւ հենց այդ պատճառով էր, որ երբ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ այն ժամանակ, երբ Իրանն էլ իր հերթին ուներ այսպես հեղափոխության արտահանման պլաններ, բավականին ակտիվացավ այդ կրոնական ուղղությամբ, Ադրբեջանում իր գործունեությունը բավականին ակտիվացրեց, քարոզչական գործունեությունը եւ այլ գործունեություն։ Մյուս գործոնը հանգամանքը, որը ձևավորում է Ադրբեջանի հանդեպ Իրանի վերաբերմունքը, պայմանավորված է հարևանության այսպես հանգամանքով։ Մենք գիտենք, որ Իրանի արտաքին քաղաքականությունում բավականին կարևոր տեղ ունեն հարևանները ու սա իր հերթին պայմանավորված է նրանով, որ արևմուտքի հետ լարված հարաբերությունների այս պատժամիջոցների պայմաններում Իրանը փաստացիորեն ենթարկվում է մի շարք սահմանափակումների եւ տնտեսական առումով է
մի շարք վնասներ կրում ու հայտնվում բարդ իրադրության մեջ, հետևաբար այս պայմաններում Իրանի համար կարևոր է լավ հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ, այդ տնտեսական բացը որոշակիորեն կոմպենսացնելու համար։ Մյուս գործոնը էլի բխում է, կարելի ասել, Արևմուտքի եւ նահանգների հետ հարաբերություններից ու այդ Իրանի շուրջ լարվածությունից, որովհետեւ ամեն անգամ, երբ Իրանի շուրջ իրավիճակը սրվել է եւ անգամ հարց է առաջացել, որ կարող է ռազմական գործողություն լինի Իրանի դեմ, միշտ եղել է իրանական կողմից այն մտավախությունը, որ այդ գործողությունները կարող են լինել նաեւ իր հարևան երկրների տարածքից, այդ թվում Ադրբեջանից, եւ օրինակ 2000-ականների կեսերին, 2010-ականների սկզբին, երբ էլի Իրանի շուրջ միջազգային իրադրությունը լարված էր, այն երկրներից մեկը, որի անունը շոշափվում էր, որ կարող է լինել հարթակ Իրանի դեմ գործողությունների համար, դա Ադրբեջանն էր։ Հետևաբար այս համատեքստում, եթե կա վտանգ, որ Ադրբեջանը կարող է Իրանի համար որևէ տեսակի հարթակ լինել, Իրանը փաստացի կարևորում է այդ երկրի հետ հարաբերությունները եւ փորձում է լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, այսինքն Ադրբեջանին միշտ պահել իր տեսադաշտում, որպեսզի չեզոքացնի այս հնարավոր սպառնալիքները։ Եվ ես հիշատակեցի պատմական կոնտեքստը, մենք այդ նույն քաղաքականությանը ականատես ենք եղել նաեւ ընթացիկ տարվա 12-օրյա պատերազմի օրերին, այսինքն երբ եղան էլի հրապարակում Իրանում բազմաթիվ, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվել է Իրանի դեմ գործողությունների համար, օրինակ ԱԹՍ-ներ կամ կործանիչները իսրայելական եկել են Ադրբեջանի տարածքից եւ չնայած վերջին հաշվով իրանական իշխանությունները պնդում են այս պայմանությամբ, որ իրենք չունեն առայժմ ինչ-որ փաստեր, որ Ադրբեջանի տարածքից իսկապես Իրանի դեմ գործողություն է տեղի ունեցել, սակայն իրանական հասարակության շրջանում, փորձագիտական շրջանում եւ նաեւ պատգամավորների մակարդակով ամրացած է այն կարծիքը, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվել է Իրանի դեմ։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ կա Ադրբեջանի նկատմամբ հստակ անվստահություն, եւ այդ անվստահությունը ձևավորվել է տարիների ընթացքում տարբեր դրվագներով պայմանավորված ու 12-օրյա պատերազմի ընթացքում ավելի է կարծրացել։ Եթե անգամ Իրանի իշխանությունները հայտնում են, որ իրենք չունեն որևէ փաստ, միևնույն է հանրության շրջանում այդ անվստահությունը կա եւ նաեւ փորձագետները իրենց վերլուծությունները անելիս ելակետ են ընդունում հենց այդ հանգամանքը, որ Ադրբեջանը Իսրայելի հետ ունի շատ սերտ հարաբերություններ, որ Ադրբեջանը կարող է Իսրայելի համար հարթակ ծառայել ընդդեմ Իրանի։ Եվ այդ հարաբերություններն էլ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն են մշտապես մենք ականատես ենք, որ ամեն անգամ ավելի են խորանում, ընդ որում արդեն վերջին տարիներին հենց դեսպանատուն բացելու մակարդակով, թեև մինչև այդ այո դեսպանատուն չկար, բայց միևնույն է հարաբերությունները շատ բարձր մակարդակի էին, բայց հիմա փաստացի դա ֆիքսվեց նաև դեսպանատուն բացելով, ինչը նախկինում Ադրբեջանը չէր անում, հաշվի առնելով նաև իսլամական երկրների դիրքորոշումը, քանի որ ինքը կարիք ուներ այդ երկրների աջակցությունը ստանալ Արցախի հարցում, այո, այդ թվում նաև Իրանի աջակցությունը, բայց երբ որ արդեն հարցը Ադրբեջանը լուծեց հօգուտ իրեն, այլևս դրա կարիքը, այդ մտաբախության կարիքը չուներ եւ բացեց նաև դեսպանատունը, ինչը բնականաբար Իրանում էլի ընդունվեց շատ ավելի մեծ մտահոգությամբ, որ արդեն այդ մակարդակի է տեղափոխվում հարաբերությունները, ու այսպես տեսակ կարող ենք մենք պարզապես արձանագրել, որ քանի դեռ կա Իրանի Իսլամական Հանրապետություն, որը ունի թշնամական հարաբերություն Իսրայելի հետ, եւ քանի դեռ կա Ադրբեջան-Իսրայել խորացող համագործակցություն, Իրան-Ադրբեջան հարաբերություններում անվստահությունը միշտ լինելու է եւ շարունակելու է գոյություն ունենալ այնքան մինչեւ չլինի արդեն հիշատակածս երևույթներից որևէ մեկը, բայց նաեւ մենք պետք է ֆիքսենք, որ Իրանի-Ադրբեջանի հարաբերություններում անվստահության առաջացնող գործոններից միակը չէ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, դուք արդեն հիշատակեցիք էթնիկ խնդիրը, դա եւս շատ խնդրահարույց է այս երկու երկրների հարաբերություններում, նաեւ կան պատմական մի շարք այլ խնդիրներ, ինչպես օրինակ Իրանի պատմական մշակութային ժառանգության յուրացումը Ադրբեջանի կողմից, բայց դրանք երբեմն դրվագային ինչ-որ դրսևորումներ են ունենում, առավել խորքային եւ առավել ընդգծված են եւ Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման շրջանում առավել հստակ արտահայտվում են հենց այդ խնդիրները Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների կրոնական գործոնի խնդիրը եւ էթնիկ գործոնի խնդիրը, քանի որ օրինակ նույն հարաբերությունների սրման պայմաններում Ադրբեջանում միանգամից մեծ թափ է առնում հավատացյալների դեմ ճնշումները, հետապնդումները
պնդումները, որովհետև այդ հավատացյալները սովորաբար իրենց համար օրինակ հեղինակություն են համարում Իրանի հոգևոր առաջնորդին կամ իրանցի այլ հոգևորականների, այաթոլլաների կամ մարջաների, եւ հետեւաբար դա Ադրբեջանի համար դիտարկվում է որպես խնդրահարույց եւ այդ մարդիկ միանգամից հայտնվում են թիրախում։ Շատ բարի նշեցիր էլի երկու կարևոր կետ, մի դեպքում կրոնի գաղափարներ, երկու շիայական մեծամասնություն ունեցող երկրներ, իհարկե Իրանն ու Ադրբեջանը այս դեպքում ու շատ հետաքրքիր մի նուրբ բան կա, որ Ադրբեջանում շիաները ենթարկվում են, շատ ծաղելի ասել, բայց ճնշումների։ Հենց միայն այն բանի համար, որ իրենց օրինակ շիայական ծեսերն են կատարում կամ հիշեք նարդարանի դեպքերը ինչ եղան, ձերբակալություններ, նաև մարդիկ հիվանդանոցներ ընկան ոստիկանության գործողությունների հետևանքով ու այստեղ կարելի է ասել, որ շիաներից ինչ որ իմաստով կամ շիայականությունից ինչ որ իմաստով Ադրբեջանն ունի վախեր։ Եվ սրա կապակցությամբ ուզում եմ հասկանանք ինչ գործողություններ իրականացնում Ադրբեջանն ընդդեմ շիաների կամ շիայական հավաքներ, ասենք, կամ Իրանի կողմից տվյալ շիաների նկատմամբ հովանավորչության թեկուզ եթե այսպես ձևակերպենք իմաստով ու արդյոք դա այն աստիճանի ու այն մակարդակի է, որ արդեն Իրանին կարող է խանգարել կամ Իրանի համար դառնա որևէ գործողություն իրականացնելու պատճառ։ Եվ երկրորդ կարևոր կետը նշեցիր, որ Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի ընթացքում եղան հայտարարություններ, որ ԱԹՍ-ները դուրս են եկել նույնիսկ Ադրբեջանի տարածքից, ասեմ, որ դրա մասով կային նաև համացանցում շատ տարածվում էր տեղեկություններ հասարակ քաղաքացիների կողմից, որ ԱԹՍ-ները իրենք անգամ նկարել էին, տեղադրել էին X սոցիալական հարթակում, Facebook-ում, Telegram ալիքներում, թե ինչպես են ԱԹՍ-ները իրենց իհարկե նշմամբ դուրս գալիս Ադրբեջանի տարածքում եւ հարվածում իրանական բնակավայրերին եւ մի հետաքրքիր դրվագ իրանական հարթակները, իրանցիները, իրանական կողմը ժողովուրդը իհարկե բավականին սուր քննադատությամբ էր ընդունում Մասուդ Փեզեշքյանի եւ Իլհամ Ալիևի ջերմ գրկախառնության դրվագը ու նույնիսկ մեկնաբանություններում հնչում էին, որ իրենք մեզ հարվածեն, մենք իրենց գրկենք համբուրենք։ Այսպես հետաքրքիր միտք առաջացավ, որ այսինքն ժողովրդի շրջանում Ադրբեջանի նկատմամբ եւս կա որոշակի անվստահություն ու չնայած ադրբատականների, այսպես ասենք, խնդիրը ամեն դեպքում Ադրբեջանին որպես, ասենք, վստահելի հարևան չեն դիտարկում իրանցիները ու մշակութային ժառանգության մասով էլ հետաքրքիր բան նշեցիր, որ յուրացման խնդիր կա, մի փոքրիկ անդրադարձ կուզենամ անենք կոնկրետ ինչ չափերի մասին է խոսքը, այսինքն չափեր նկատի ունեմ դրվագները որոնք են ու ինչ ձև է դա աղավաղվում Ադրբեջանի կողմից։ Գիտեմ, որ դպրոցներ են իրանական թեկման փակվում, հալածվում են մարդիկ, ովքեր Ադրբեջանում որևէ ձև դրական են արտահայտվում Իրանի մասին եւ այլն, ու այս դեպքում եթե հալածում են, այդ դեպքում ինչ են յուրացնում մշակույթը։ Բավականին ծավալուն հարցեր էին, բայց ես նաև կուզենայի նախորդ հարցին մեկ հավելում անել, հետո անդրադառնալ այս նշված 3 հարցերին։ Ուրեմն Ադրբեջանի հանդեպ Իրանի մոտեցման հետ կապված, այստեղ ես չնշեցի նաև, որ գործոններից մեկը դա նաև պատմական մոտեցումն է, այսինքն մենք գիտենք, որ այդ տարածաշրջանի նկատմամբ Իրանը ժամանակին ունեցել է վերահսկողություն, իշխանություն եւ այդ տարածքները կորցրել է ռուս-պարսկական պատերազմների հետևանքով եւ իրանցիների համար դա շատ ցավալի թեմա է։ Գյուլիստանի Թուրքմենչայի պայմանագրերը իրենց համար ամոթալի պայմանագրեր են եւ իրենք հենց այդ բնորոշումով էլ խոսում են այդ պայմանագրերի մասին։ Եվ իրանցիների մոտ Կովկասի կորուստը դիտարկվում է որպես իրենց պատմության ամենացավալի էջերից մեկը, ուստի յուրաքանչյուր իրանցի կարելի ասել շատ նոստալգիայով է նաև խոսում Կովկասի մասին, անգամ այդ տարածքներ հետ բերելու մասին եւ այլն։ Դա նաև իր դրսևորումն է ունենում պաշտոնյաների մոտ եւ այս առումով Կովկասը կամ տվյալ դեպքում Ադրբեջանը Իրանի համար դիտարկվում է նաև տարածք, որտեղ ինքը կուզենար վերականգնել ժամանակին իր ունեցած ազդեցությունը։ Իհարկե ձևաչափը լինելու է տարբեր, բայց կարևոր է եւ ցանկալի է ազդեցության վերականգնումը։ Ընդ որում, անգամ հիմա, երբ օրինակ լինում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարում, մենք կարող ենք իրանցի падգամավորներից լսել հայտարարություններ, որ պետք է վերանայել Թուրքմենչայի պայմանագիրը, պետք է հետ բերել կորցրած տարածքները, այսինքն սա իհարկե քարոզչական հայտարարությունը հռետորաբանության նկատակում է, բայց սա շատ լավ ցույց է տալիս, թե ինչպիսին է իրանցիների մոտեցումը Ադրբեջանի եւ առհասարակ այդ տարածքների նկատմամբ եւ ինչպես են վերաբերվում իրենք դրան։ Հետևաբար ընդհանուր առմամբ, այսինքն այս գործոնը եւս իր ազդեցությունը ունի այդ պատմական տարածք լինելու եւ այդտեղ ազդեցությունը վերականգնելու ջանքերը։ Հիմա անդրադառնալով կրոնի գործոնին,
Իրականում ԽՍՀՄ փլուզումից եւ Ադրբեջանի անկախացումից հետո Իրանը, ինչպես արդեն հիշատակեցի նախորդ հարցին պատասխանելիս, ուներ նաեւ հեղափոխության արտահանման պլաններ իսլամական հեղափոխությունից հետո եւ երբ արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը անկախություններ ձեռք բերել, փաստացի Իրանի համար կար բարենպաստ պայմաններ այդ հեղափոխության արտահանման գաղափարը նաեւ այստեղ իրացնելու համար։ Այս սկզբանե այդպիսի երկրներ դիտարկվում էին Իրաքը, Լիբանանը, Պարսից ծոցի երկրները, բայց Ադրբեջանի դեպքում դա առավել մեծ կարևորություն եւ երանգ էր ստանում այն հանգամանքով պայմանավորված, որ Ադրբեջանը շիա բնակ երկիր էր։ Եվ ի սկզբանե Իրանը բավականին մեծ ակտիվություն դրսևորեց Ադրբեջանում, նախ իրանցի քարոզիչներ եկան Ադրբեջան, նաեւ Ադրբեջանից էին գնում Իրանում կրոնական կրթություն ստանալու։ Իրանը այստեղ բացում է կրոնական դպրոցներ, մեդրեսեներ, բացում է բարեգործական հիմնադրամ, բացում է բարեգործական հիվանդանոց եւ այսինքն ծավալուն գործունեություն է ունենում։ Եվ եթե սկզբնական տարիներին, 90-ականների սկզբում դա որոշակիորեն խրախուսվում էր Ադրբեջանի կողմից, քանի որ սա ենթադրում էր նաեւ ֆինանսների հոսք եւ աջակցություն փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի համար նման բարեգործական հիմնադրամների առկայությունը, ապա հետագայում դա դիտարկվեց որպես սպառնալիք եւ աստիճանաբար սկսեցին սահմանափակել նմանատիպ գործունեությունը։ Ընդ որում այստեղ էլ նաև նշեմ, որ այդ շրջանում Ադրբեջանում միայն Իրանը չէր, որ ակտիվություն էր դրսևորում, կային նաև Թուրքիայից, Պարսից ծոցի երկրներից միսիոներներ, քարոզիչներ, դրանք եւս գործունեություն էին ծավալում, բայց երևի համեմատական կարգով իրանական կողմը ավելի ակտիվ էր եւ հետագայում Ադրբեջանի այսպես հակազդող գործունեությունը տարածվում է նաև այդ մյուս երկրների քարոզիչների եւ այլ ակտիվիստների վրա։ Այսինքն ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, սկսում են ոչ միայն պարզապես հալածանքներ, այդ մարդկանց նկատմամբ ովքեր հավատացյալ են եւ Իրանի հետ ունեին բավականին ակտիվ կապեր, նաեւ օրինակ փակվում են այդ Իրանի հովանավորությամբ ստեղծված մեդրեսեները, փակվում է բարեգործական հիմնադրամը, փակվում է նաեւ հիվանդանոցը, այսինքն բոլոր այդ իրանական կողմից ստեղծած կառույցները, այնտեղ կային նաեւ իսլամական այսպես կուսակցություններ կամ շարժումներ, որոնցից էր Ադրբեջանի իսլամական կուսակցությունը, նրանց զրկում են պետական գրանցումից, քանի որ իրենք շատ ցերտ կապեր ունեին Իրանի հետ, տարված էին իրանական պետության այդ մոդելի գաղափարներով եւ փորձում էին օրինակ նմանատիպ քարոզ տանել Ադրբեջանում։ Այսինքն բոլոր այս մարդիկ հայտնում են թիրախում, իսկ թիրախում հայտնվելը նշանակում է ձերբակալություն։ Օրինակ նույն այդ հիշատակած Ադրբեջանի իսլամական կուսակցության բոլոր ղեկավարները հերթով հայտնվել են բանտում, ինչ ղեկավար ունեցել է, բոլորը բանտում են եւ վերջին ղեկավարը, որի ղեկավարներից ավելի ճիշտ, որի անունը Իլհամ Ալիև էր, նա բանտում է հայտնվել 2020 թվականին, այն բանից հետո, երբ որ Ղասեմ Սոլեյմանին ԻՀՊԿ-ի ղոտ ստորաբաժանման հրամանատարին, որը 2020 թվականի հունվարին սպանվեց, նրան անվանել էր նահատակ եւ գնացել էր Իրանի դեսպանատուն ցավակցություն հայտնելու։ Այսինքն այդ քայլը իրանցուն շահիդ նահատակ անվանելը դիտարկվել էր Ադրբեջանի համար որպես սպառնալիք եւ Ալիևին ձերբակալեցին օրեր անց ընդամենը Իրանի օգտին գործունեություն ծավալելու մեղադրանքով ու բանտարկեցին նրան ու եւս այլ հավատացյալների, որոնք նմանօրինակ վարք էին դրսևորել։ Այսինքն ցանկացած ոք, որը որևէ տեսակի համակրանք եւ համակրանքական գործունեություն է ծավալում, որտեղ ցույց է տալիս Իրանի հանդեպ ինչ-որ դրական վերաբերմունք, դա միանգամից արժանանում է Ադրբեջանի իշխանությունների ճնշմանը։ Ընդ որում Ադրբեջանի իշխանությունների գործունեությունը նաեւ չի սահմանափակվել միայն ճնշումներով, բռնաճնշումներով, այսինքն այդ մարդկանց ձերբակալելով։ Իդեպ նշեմ, որ այդ ձերբակալությունները հատկապես մեծ թափ են առնում Ադրբեջանում այն ժամանակ, երբ որ լարվում են Իրանի հետ հարաբերություններ։ Մենք միայն որպես օրինակ կարող ենք նշել վերջին շրջանի լարվածությունը, որի ֆոնին Ադրբեջանում բառացիորեն ձերբակալվել են հարյուրավոր հավատացյալներ։ Այսինքն չի կարող հարյուրավոր մարդիկ լինել օրինակ ինչ-որ ակտիվիստ կամ ակտիվ գործունեություն ծավալող եւ օրինակ Իրանի օգտի ինչ-որ գործունեություն ծավալող։ Խնդիրը այստեղ պարզապես այն է, որ իրենք որևէ կերպ ինչ-որ դրական վերաբերմունքի ցուցիչ են ունեցել Իրանի նկատմամբ եւ դա էլ խթան է դարձել, որովհետեւ նրանց ձերբակալվեն օրինակ, չգիտեմ, ինչ-որ հավատացյալի, X գյուղի հավատացյալի ընտանիքում տանը կարող է պատկերված ենթադրենք լինել Իրանի գերագույն
առաջնորդ Ալի Խամենեիի պատկերը դա արդեն իսկ բավարար է, որպեսզի նրանք ձերբակալվեն որպես Իրանի լրտեսները ու նման մարդկանց ձերբակալությունը եղել է հենց հաջորդներով ու երբ որ հարաբերությունները որոշակիորեն անցնում է ձերբակալությունների թիվն էլ է պակասում, բայց դրանք երբեք չեն դադարում ու այս ողջ տարիների ընթացքում այդ ճնշումները, ձերբակալությունները միշտ եղել են եւ ընդհանուր շիաների ուրեմն ճնշումների հետ կապված պետք է նշել, որ Ադրբեջանը պարբերաբար տարատեսակ սահմանափակումներ է կիրառում կրոնական, այսինքն լինելով իսլամական երկիր, այնտեղ օրինակ արգելված է բարձրաձայն ազան հնչեցնելը, դպրոցներում արգելված է հիջաբ գլխաշոր գրելը եւ նմանատիպ այլ սահմանափակումներ, որոնք միշտ այսպես Իրանից բացասական են վերաբերվել նմանատիպ գործունեություն այն էլ իսլամական երկրում, բայց այստեղ էլի դեպ կարող ենք ֆիքսել, որ չնայած երկրի ներսում նման սահմանափակումներ է կիրառում, նման ճնշումներ է կիրառում, երկրից դուրս Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես բարեպաշտ մուսուլմանական երկիր, դա բնականաբար կիրառելով ընդդեմ Հայաստանի եւ հօգուտ իր շահերի։ Անդրադառնանք այս կրոնի գործոնին այլ տեսանկյունից, այսինքն միայն բռնաճնշումները չեն, որ Ադրբեջանը կիրառում է, Ադրբեջանը կիրառում է նաև փափուկ ուժ, որը ենթադրում է տարատեսակ քարոզչության իրականացումը, տարատեսակ սեմինարների կազմակերպումը, նաև կրոնական կրթության խթանումը։ Ադրբեջանում այսօր առաջ է տարվում այսպես կոչված ավանդական իսլամի գաղափարը, ինչ է դա ենթադրում, դա նշանակում է, որ իսլամի իրենք պարզապես ներկայացնում են այսպես ազգային ավանդույթների, սովորույթների շրջանակներում որպես ադրբեջանցի ազգի ինքնության մաս, բայց ոչ ավելին, քան սովորույթը։ Այսինքն իսլամին զրկում են որևէ տեսակի քաղաքական ակտիվություն ունենալու հնարավորությունից, իսկ ինչու է սա կարևոր Ադրբեջանի համար, սա առաջին հերթին ներքին իշխանության պահպանմանն է ուղղված, որովհետև այն պայմաններում, երբ որ բռնապետական երկրում ընդդիմությունը ճնշվում է, այսինքն ավանդական քաղաքական ընդդիմությունը ճնշվում է, բողոքի ձայն էլ որտեղից կարող է հնչել իսլամական որևէ կառույցի շարժումներից կամ իսլամական գործիչներից, որոնք մսկիթում ինչ-որ ելույթ են ունենում եւ հեղինակություն ունեն։ Ոստի Ադրբեջանի քաղաքականությունը ուղղված է այդ գործոնը եւս չեզոքացնելուն ու թույլ չտալուն, որ նման ակտիվություն լինի հենց իսլամական գործիչների կողմից։ Դրա համար իրենք նաեւ փորձում են վերահասկել, թե ով կարող է լինել այդպիսի գործիչ, այսինքն կրթությունն են վերահսկում, իրենք են փորձում ապահովել կրթությունը, որպեսզի ոչ ոք այլևս չգնա դրսում կրթություն ստանալու։ Այստեղ նշենք, որ հիմնականում կառավանդույթ Ղոմում ստանալ աստիճանը, եթե խոսքը վերաբերում է հոգևորականներին, եւ շարունակել ծառայությունը Ադրբեջանում, որպես արդեն պատրաստված հոգևորական։ Այո, քանի որ Ադրբեջանում առանձնապես կրոնական հաստատություններ չկային, որտեղ հնարավոր էր կրթություն ստանալ, մեծ մասը գնում էր Ղոմ կրթություն ստանալու։ Այո, կան եթե սունի են, սունիների դեպքում այլ երկրներ, արաբական երկրներ կամ Թուրքիա, բայց շիաների դեպքում առաջնահերթությունը դա Իրանն էր, որտեղ նրանք կրթություն էին ստանում, վերադառնում էին Ադրբեջան, քարոզ էին իրականացնում, բայց հետագայում Ադրբեջանը արգելեց, որպեսզի դրսում կրթություն ստացած ադրբեջանցին գա եւ քարոզանի երկրում։ Իրականում դա հանգեցրեց նրան, որ իրենք ունեցան կադրերի խնդիր ու հետո նորից փոխեցին որոշումը ու սահմանեցին այսպես, որ եթե Կովկասի մուսուլմանների վարչությունը դա թույլ է տալիս, ապա այդ մարդը կարող է մսկիթում քարոզչություն անել, այսինքն իրենք ունեն կադրերի խնդիր։ Ու հիմա հենց այդ կադրերի խնդիրը լուծելու համար զարգ են տալիս կրոնական կրթությանը, նախ օրինակ տարբեր մեդրեսեներ բացելու որոշում էին կայացրել, բայց ամեն դեպքում այս պայդրությամբ իրենք թողել են մեկ մեդրեսե, քոլեջ, որը Բաքվում է, որտեղ իրենք կրթություն ստանալուց հետո կարող են նաև աստվածաբանության ֆակուլտետում կրթությունը շարունակել, ընդ որում այստեղ մեկ էլ հետաքրքիր միտում էլ կա, կրթություն են ստանում նաև աղջիկները եւ Ադրբեջանում վերջին տարիներին մսկիթներում սպասավոր է նշանակել նաև կանանց, ինչը իսլամական աշխարհում առանձնապես ընդունված երևույթ չէ, երբ կինը մսկիթի սպասավոր է։ Այսինքն այդ կադրերի խնդիրը լրացնելու ու սեփական կադրերով փակելու շրջանակներում, այո, իրենք դիմել են նաև այդ քալին եւ անգամ կանանց են ներգրավել։ Այս դեպքում խնդիր չի առաջանում իսլամական աշխարհում մյուս իսլամադավան երկրների հետ, հատկապես հենց որպես շիադավան Իրանի հետ, որովհետեւ եթե կա ընդունված կարգ կանանց մասով կամ առասարակ կրոնական
հոգևորական դառնալու կոնկրետ կանոնի մասով, այս դեպքում ինչ-որ համբավի իմաստով որոշակի խնդիր չի առաջանում Ադրբեջանի համար։ Տեսեք, նույն Իրանում այդ որոշմանը կին սպասավորներ նշանակելու արձագանքել են բավականին բացասական, իրենք եւս ընդգծել են, որ սա ընդունված չէ, բայց կարծում եմ Ադրբեջանին դա առանձնապես չի ուզում, որովհետեւ եթե համբավը ուզեր, ապա հենց շիաները չեն ենթարկվի նմանատիպ ճնշումների, որոնց որ իրենք ենթարկվում են։ Այսինքն այս պայմաններում առանձնապես էական չի դա Ադրբեջանի համար, ու իրենք փորձում են տեղական կադրեր ապահովել։ Ու ամենագլխավոր քաղաքականությունը, ինչպես նշեցի, այդ ավանդական իսլամի առաջ մղումն է։ Իրենց պետք է, որ ադրբեջանցիները պարզապես դա համարեն որպես սովորույթի մաս, ու այստեղ ավանդական իսլամի կարևոր գործառույթներից մեկը նաև այն է, որ ավանդական իսլամը տարբերություն չի դնում շիայես թե սուննի։ Այսինքն իրենք փորձում են նաև այդ տարբերությունը վերացնել, տարալուծել եւ անգամ ստեղծում են մզկիթներ, որտեղ միասին կարող են աղոթել եւ շիաները եւ սունիները։ Այդպիսի առաջին մզկիթը Հեյդար Ալիևի անվամբ է, այսինքն փաստացի պետականորեն իրենք խրախուսում են, որ ադրբեջանցիները առանձնապես կարևորություն չտան այդ մասհաբային տարբերությանը, կլինեն շիա թե սուննի, այլ պարզապես առաջին պլանում կա ադրբեջանցի լինելը, որ մուսուլմանը ունի այսինչ սովորույթները ենթադրենք թաղում իրականացնելիս, այսպես է իրականացնում այդքանը, ոչ ավելին, եւ հենց ադրբեջանցի պաշտոնյաներից մեկն էլ էր բնորոշել, որ երբ մարդը դառնում է ավելի կրոնավոր, դրանից նրա ինքնությունը չի փոխում, նա պետք է մնա ադրբեջանցի, քանի որ շատ դեպքերում օրինակ հավատացյալների մոտ կարող է առաջնահերթ ոչ միայն առաջնահերթ, բայց կարևորվել այդ մուսուլման լինելու հանգամանքը, իրենք փորձում են դա պարզապես չեզոքացնել ու բացառել, որ հանկարծ ինչ որ ադրբեջանցի առաջնահերթ համարի, որ ինքը մուսուլման է, օրինակ սոլիդարություն դրսևորի այլ երկրի մուսուլմանի կամ ինչ որ այդ մուսուլմանի գաղափարների հետ կապված ընդօրինակի եւ այլն, այսինքն կարևոր է ադրբեջանցի լինելը եւ իսլամը որպես պարզապես սովորույթ ներկայացնել։ Ու այս առումով վերջին տարիներին բավականին շատ աշխատանք են իրենք իրականացնում եւ նույն օրինակ Կովկասի մուսուլմանների վարչության լիազորությունները շատ կրճատել ու ամեն ինչ պետական վերահսկողության տակ են վերցրել, այդ պետական կոմիտեի միջոցով են ամեն ինչ իրականացնում։ Եթե գանք էթնիկ խնդրին, ապա այստեղ էլի իրավիճակը բավականին բարդ է եւ խնդրահարույց։ Մենք գիտենք, որ Իրանի հյուսիս-արևմուտքում ապրում են թյուրքախոսներ, նրանք խոսում են ադրբեջաներենի հետ գրեթե նույնական լեզվով, նույնական, բայց ոչ լրիվությամբ նույնը, որովհետև այդ երկու լեզուները անցել են զարգացման տարբեր ճանապարհներ, մեկը ազդված է օրինակ պարսկերենից, մյուսը ազդված է ռուսերենից, ու ենթադրենք Իրանի ատրպատականյան թուրքերենը հասկանալու համար միայն ադրբեջաներենի իմացությունը բավարար չէ, լիովին եւ լավ հասկանալու համար պետք է իմանալ նաեւ պարսկերեն, որովհետև բավականին ազդված է նաեւ պարսկերենից։ Թուրըմբռնում կա ազերի եւ ազարի տերմինների միջև, որովհետև շատ հաճախ նույնականացնում են ազերիներին եւ ազարիներին։ Կուզեմ այս մասով էլ մի հատ վերջնական բանը դնենք, որ նրանք նույնը չեն։ Ազարին Իրանում բնակվող թուրքախոս էթնիկ խումբն է, հա, կամ բնակիչն է, իսկ ազերին Ադրբեջանում բնակվող Ադրբեջանի քաղաքացին է։ Ու այս փոքրիկ թյուրիմացությունն էլ հաճախակի առաջացնում է խնդիր, որպեսզի լինի, ասենք, խնդիր հասկանալու Իրանի բնակչության հայ տվյալ հատվածի ազգային պատկանելության մասով։ Օրինակ Հայաստանում էլ կան նման շատ տարակարծություններ, օրինակ վերջերս դեպքեր եղել, որ Հանրապետության հրապարակում մի տղա իր Instagram-ում ինչ-որ ռիլզ էր տեղադրել, որտեղ խոսում էր ազարիով ու միանգամից արձագանքել էին «Ոայ, ազարի է, ադրբեջանցի է» եւ այլն, այսինքն տարանջատման մի հատ հարցը դնենք, հասկանանք տարանջատումը եւ շարունակենք, որ ավելի պարզ լինի այդ թյուրիմացությունն էլ վերացնենք։ Մեր հայկական իրանագիտական դպրոցում ընդունված է Իրանի այդ հյուսիս-արևմուտքի թյուրքախոսներին բնորոշել որպես թյուրքախոս իրանցիներ կամ ատրպատականցիներ կամ ազարիներ տերմիններով։ Այսինքն այս երեք տերմիններից յուրաքանչյուրն էլ կիրառելի է եւ ճիշտ է, ու նախընտրելի չի համարվում այդ իրանցիներին օրինակ անվանել հենց ադրբեջանցի չնույնականացնելու համար, որովհետեւ ամեն դեպքում, եթե մենք դիտարկում ենք ինքնագիտակցության տեսանկյունից, ապա միանշանակ իրենք չունեն նույն ինքնագիտակցությունը։ Իհարկե Իրանի հյուսիս-արևմուտքում կան նաև մարդիկ, կան թյուրքախոսներ, ովքեր կարող են տարված լինել պանթյուրքական գաղափարներ, ովքեր իրենց կարող են նույնացնել Ադրբեջանի ադրբեջանցիների հետ, եւ հենց որպեսզի այդպես լինի, բավականին շատ մեծ քարոզչական աշխատանք է տարվում Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից, այլ երկրների կողմից, բայց նաև կան շատ այլ թյուրքախոսներ, ովքեր իրենց առաջին հերթին համարում են իրանցի։
Եվ օրինակ երբ Ադրբեջանից հարց են բարձրացնում ու ակտիվացնում են հարավային Ադրբեջանի թեզը, օրինակ խոսում են, որ այս տարածքները պետք է միանա Ադրբեջանին եւ այլն, նման ատրպատականցու պատասխանը հետեւյալն է, որ այդ դուք պետք է միանաք մեզ, այսինքն այդ տարածքները Իրանինն է եղել եւ այդ դուք պետք է միանաք մեզ եւ ոչ թե հակառակը։ Բայց ինչպես նշեցի, քարոզությունը շատ ակտիվ է տարվում նրանց շրջանում, հիմնականում դերակատարները Ադրբեջանն են, Թուրքիան, նաեւ Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ առասարակ հիմնական Իրանի հակառակորդները, բայց Ադրբեջանի դեպքում իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ երբ որ Իրանի հետ հարաբերությունները լարված չեն, հիմնականում թեման պասիվ է եւ օրինակ գիտական ոլորտում է առաջ տանում։ Ենթադրենք Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում կա հարավային Ադրբեջանի բաժինը, որտեղ ինչ որ տարբեր ուսումնասիրություններ են անում հարավային Ադրբեջանի վերաբերյալ, հա, երբ նշում ենք հարավային Ադրբեջան, նկատի ունենանք, որ դա միշտ Շաքերտներով է։ Խոսքը Իրանի հյուսիսարևմտյան տարածքների մասին է, այսինքն գիտական ուղղությամբ են այս թեման զարգացրել տարբեր գրքեր, օրինակ կամ գրականության ուսումնասիրություն եւ այլն, բայց հենց Իրանի հետ հարաբերությունները լարվել են, ավտոմատ Ադրբեջանում ակտիվացել է նաեւ այդ հարավային Ադրբեջանի թեզը ու ամենավառ դրսևորումը էլի եղել է վերջին լարվածության ընթացքում, երբ որ այսպես ակնհայտ էր ենթադրենք ադրբեջանական պետական լրատվամիջոցում հարավային Ադրբեջան հիշատակում հանդիպում է 3-4 անգամ, հարաբերությունները լարվում են, իրավիճակը միանգամից փոխվում է եւ կտրուկ աճ է գրանցում այդ թեմայի ոչ թե կրկնապատկում, այլ երևի 20-պատկում, 30-պատկում, եթե ոչ ավելին։ Այսինքն սկսում է հանկարծ ակտիվանալ, որ հարավային Ադրբեջան գոյություն ունեն ադրբեջանցիներ հարավային, որոնք ունեն խնդիրներ, մարիանի լեզվով կրթություն չեն ստանում, Իրանի ռեժիմը նրանց ճնշում է, այսինքն նման թեզեր են առաջ տանում։ Սկսում են ինչ-որ տարածքներից սերող անջատողական գործիչների հետ հանդիպումներ կազմակերպել, քննարկել հարավային Ադրբեջանի ազատագրության հարցը կամ ապագայի հարցը, կամ այդ մարդկանց են հյուրընկալում Ադրբեջանում կամ հարցազրույցներ են կազմակերպում։ Օրինակ հետաքրքիր է, որ 22 թվականին, երբ որ Իրանում նաև խոշորամասշտաբ ցույցեր էին, իրենք փորձեցին նաև դա որպես առիթ օգտագործել ու այսպես հարավային Ադրբեջանի, հա, ճակերտներով էլի ազատագրության հարցը բարձրացնել, որ հարավային Ադրբեջանը կարող է այս ցույցերի ֆոնին անկախանալ։ Այսինքն իրենք այդ ցույցերը, որոնք լիովին այլ դրդապատճառով եւ լիովին այլ պահանջներով էին ընթանում, իրենք փորձեցին օգտագործել ներկայացնելու համար, թեև դա անկախության համար կամ անջատողական ինչ-որ ցույց է, այո։ Այսինքն ցանկացած պատեհառիթի դեպքում իրենք դա օգտագործում են, բայց հենց լարվածությունը թուլացավ, արդեն թեման եւս սկսում է ավելի քիչ շահարկվել, բայց երբեք չդադարել ու չմահանել, այսինքն կախված է իրավիճակից, կախված է աշխարհաքաղաքական իրադրությունից, այս տեմպերով ուղղակի չեն կարող բացառել, որ երբ որ Ադրբեջանի առաջնահերթությունները փոխվեն, հաջորդիվ կարող է հենց այդ հարավային Ադրբեջանի թեման դառնալ առաջնահերթություն, որ այդ առումով իրենք միշտ այդ գիծը պահում են, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան նորից ակտիվացնել ու այս Իրանի այդ թուրքախոսների շրջանում են բավականին շատ քարոզչություն են տանում, բավականին շատ ռեսուրսներ են ծախսում եւ դա ինչ որտեղ այո նաեւ գտնում է իր դրական արդյունքը, այսինքն այնտեղ կան նաեւ շատերը ովքեր կտարվեն պանթյուրքիստական գաղափարներով, այնտեղ կարող են լինել նաև մարդիկ, ովքեր լավ տարված չեն պանթյուրքական գաղափարներով, բայց կարող են լինել ադրբեջանամետ եւ տարբեր հարցերում օրինակ Իրանի իշխանություններից պահանջել ավելի ադրբեջանամետ դիրքորոշումներ ունենալ, նույն օրինակ Արցախյան հակամարտության համատեքստում մենք դա տեսել ենք վերջին պատերազմի ցակումով ազարի լինելու խնդիրն էլ որոշակի ազատություն ունենում է, չասենք պրոադրբեջանական, բայց ավելի դրական Ադրբեջանի հանդեպ վերաբերմունք դրսևորելու համար, օրինակ Իրանի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր բավականին լուրջ հեղինակություն ու խոսք ունեն Իրանում, իրենք իրենց ծագումը որոշակի իմաստով ազդեցություն ունենում է որոշ որոշումների դեպքում, նույնիսկ հայտարարությունների նրբության կամ կոշտության դեպքում որոշակի ազդեցություն կարող ենք ասել, որ ունենում են։ Դա հատկապես վառ է երևում, օրինակ այդ թուրքախոս նահանգներում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչների դեպքում, նաև այդ նահանգներից սերող պատգամավորների դեպքում։ Նույն 20 թվականի պատերազմի ընթացքում մենք ականատես ենք եղել, որ եւ այդ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները եւ պատգամավորները համատեղ հայտարարություններով են հանդես եկել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել օրինակ Ադրբեջանի կամ նույն օրինակ 20 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ։ Այսինքն ընդհանուր եղել է նաև դեպքեր, երբ որ չգիտեմ, ինչ որ
համալսարանից պատրաստակամություն են հայտնել բժիշկներ ուղարկել Ադրբեջան։ Այսինքն շնորհավորանքների մեծ տարափը, երբ ավարտվեց նոյեմբերի 9-ով ավարտվեց 44-օրյա պատերազմը, ինչքան մեծ էր ոգևորությունը որոշ շրջանակներում առ Ադրբեջանի հաղթանակը։ Այո, եւ այդ շրջաններում դա առավել հաճախ էր հանդիպում, որովհետեւ ամեն դեպքում այդ լեզվական գործոնը իր եւ նաեւ քարոզչական աշխատանքները, որ տարվել է, իր ազդեցություն ունեցել է, բայց մենք նաեւ պետք է արձանագրենք, որ սա ոչ բոլորին է վերաբերում, որովհետեւ կան շատ թուրքախոսներ ադրբեջանցիներ, ովքեր իրենց ինքնագիտակցության մեջ առաջնային են համարում Իրանի շահը եւ եթե համարում են, որ տվյալ պատերազմը ավարտվել է ոչ հօգուտ Իրանի, այլ հակառակը ի վնաս Իրանի, ապա նրանց մոտ չկար որևէ տեսակի ցնծություն եւ օրինակ այս համատեքստում կարող եմ հիշատակել իրենց շատ փորձագետների, ովքեր սերում են ենթադրենք այդ հյուսիսարևմտյան շրջաններից, այո թուրքախոս են, բայց իրենք լիովին իրանական պետության ջատագով են, օրինակ իրանցի այդ փորձագետներից մեկը, այսպես կոչված այդ միջանցքը Զանգեզուրի անվանում է այսպես ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք, այսինքն այն եզրույթը, որ այսօր Իրանում շատ հաճախ է կիրառվում այդ ճանապարհի վերաբերյալ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք, դրա անվանումը տվել է հենց թուրքախոս ու սա շատ հետաքրքիր ցուցիչ է նրան, թե ինչքան տարբեր կարող են լինել մոտեցումները տարբեր մարդկանց շրջանում ու նման դրսևորումները կան թե պաշտոնյաների, թե հասարակ մարդկանց։ Այստեղ սկզբում նշեցի, հիմա այդ շարունակենք, Ադրբեջանի կողմից իրականացվում է ճակերտավոր, ասենք, ոչ Իրանին գործողություններ, այս դեպքում որոշակի իմաստով փորձում են սահմանափակել Իրանի ազդեցությունը Ադրբեջանում, նշեցինք տարբեր մեդրեսեների փակվելը, կրոնական կամ շիական այդ ծեսերի ժամանակ մարդկանց ճնշելը կամ ընդհանրապես կրոնական ճնշումները, մյուս կողմից էլ շատ ակտիվ Ադրբեջանի կողմից իրականացվում է իրանական մշակույթի յուրացում։ Ստացվում է, որ մերժելով ընդունում ենք կամ մերժելով յուրացնում ենք, մեզ ենք դարձնում։ Այլ ես կուզեի հասկանալ Իրանի կողմից Ադրբեջանի այս գործողություններին ինչպիսի արձագանքներ կան ու որքանով են տեղ հասնում արձագանքները։ Իրականում այդ մշակութային յուրացման դեպքերը բազմազան են եւ վերաբերում են թե պարզապես ինչ-որ մշակութային կոթողներին կամ երևույթներին եւ թե անձանց, օրինակ երևի ամենահայտնի դեպքը Նիզամի Գանջավիի դեպքն է, երբ գիտենք, որ Գանջավին ծնվել է Գանձակ քաղաքում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում եւ միայն այդ հիմքով, որ նա ծնվել է Գանձակում, նրան փորձում են ներկայացնել Ադրբեջանի այն դեպքում, երբ Գանջավին ամբողջությամբ ստեղծագործել է պարսկերենով։ Ու դա յուրացման ամենավառ դրսևորումներից մեկն է։ Կան նաեւ օրինակ տարատեսակ մշակութային այսպես երևույթներ կամ օրինակ սպորտային խաղեր, ենթադրենք ճուգան խաղը կամ Զուրխանեի ավանդույթը, որը եւս այո, տարբեր այլ եւ խաղեր հիշենք, որ ոչ միայն ցանկացած կարելի է երևի թե իրանական մշակույթում ցանկացած երևույթը գտնել եւ դա նույնը կգտնենք ադրբեջանականում։ Դա նաեւ իր հերթին հետևանք է նրա, որ կա այսպես ընդհանուր պատմություն, միմյանց կողքի ապրելը եւ նաեւ միմյանց ժառանգությունը սերտելը ու ընդօրինակելը, բայց դա նաև Ադրբեջանի կողմից այսպես պատմություն ստեղծելու քաղաքականության շրջանակներում է իրականացվում։ Այսինքն դպրոցներում էլ աշակերտներին կամ համալսարաններում էլ ուսանողներին, այսպես ասենք, տարածելով, քարոզելով իրականացվում է, այսինքն ստեղծվում է պատմություն ուրիշի պատմության հիմքով, ինչ որ իմաստով։ Այո, փաստացի իրանական պատմության յուրացմամբ ստեղծում են իրենց պատմությունը եւ դա համարում են իրենցը եւ ադրբեջանցի այն աշակերտը, որը այդպես է սովորելու, հետագայում իրեն չես համոզել, որ այդպես չէ, ինչ որ երևույթներ այլ կերպ են եղել, դուք այլ կերպ եք մեկնաբանում իրավիճակը, այսինքն դա դպրոցից սկսած սերմանվում է եւ քարոզչությունը իրականացվում է ու դրա էլի վառ դրսևորումը այդ ամբողջ Իրանի հյուսիսարևմտյան նահանգները պարզապես հարավային Ադրբեջան անվանելը եւ սեփականը համարելն է։ Ընդ որում այստեղ ինչն է նաեւ հետաքրքիր, որ մինչեւ հիմա Ադրբեջանում էլ այսպես հստակ չեն կողմնորոշվել, թե այդ հարավային Ադրբեջանը ինչ սահմաններ է ներառում, որտեղ մի դեպքում դա Իրանի
այդ հյուսիսարևմտյան 4 նահանգներ, մի դեպքում 5 նահանգներ եւ հասնում է ընդհանուր մինչեւ Թեհրանը, այսինքն իրենց պահանջներում կա ընդհանուր մինչեւ Թեհրանը, որովհետեւ Թեհրանում եւս օրինակ կան շատ թյոքախոսներ։ Ու այս խնդիրը որ նոր չէ, այս խնդիրը եղել է նաեւ օրինակ խորհրդային տարիներին, այն ժամանակ երբ որ ԽՍՀՄ օկուպացրել էր Իրանի հյուսիսը, այսինքն համաշխարհային պատերազմի տարիներին երկրորդ օկուպացրել էր Իրանի հյուսիսը, այստեղ եւս եղան այդպես խմորումներ եւ Իրանում ինչ որ անջատողականություն հրահրելու փորձեր, բայց այդ ամեն ինչը այսպես վերևից հստակ գործողությունների պլաններ եւ ոչ ներքին ու բնածին ինչ որ շարժում, այսինքն այդ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակումը ամբողջովին պլանավորվել, իրագործվել է խորհրդային Ադրբեջանի ղեկավարության ջանքերով եւ խորհրդային միության ջանքերով եւ այդ ժամանակ եւս երբ որ օրինակ Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղար Միր Ջաֆար Բաղիրովն համակներ էր գրում Ստալինին, այդ ժամանակ եւս նայել էր բարձրաձայնում այդ խնդիրը, որ հստակ չի այդ սահմանները, բայց եթե դիտարկում ենք ենթադրենք պատմական տեսանկյունից, ապա մինչև իսկ Թեհրան մերն է։ Ու հետո երբ որ օրինակ նա այսպես տվյալներ էր տվել, թե որքան է կազմում այդ հարավային Ադրբեջանի տարածքը, նշել էր օրինակ 230,000 քառակուսի կիլոմետր, ինչը օրինակ նշանակում էր, որ դա պետք է ներառել ոչ միայն այդ հյուսիսարևմտյան 4-5 նահանգները, այլ նաև շատ ավելի շատ նահանգներ, Քերմանշահ, Համադանը, Ղոմը, ընդհանուր միջև նաև Կասպից ծովի հարակից նահանգներ, այսինքն շատ մեծ ախորժակ ունեին այդպիսի պլաններ էին ներկայացնում։ Նույնիսկ վարձում էին, կարող ենք ասել, գումարի դիմաց, գրել էին տալիս իրենց պատմությունը պատմական աղբյուրների փաստերի հիման վրա, փորձելով սովետական շրջանի մասնախոս, իհարկե հիմա էլ այդ չեն մնում, ցույց տալով, որ ինչքան հին են իրենց պատմական արմատները եւ որքան մեծ են իրենց պատմական տարածքները, որոնց նկատմամբ իրենց նկրտումները շարունակվում են ու կարծում եթե հետևենք իրենց ամբողջ Կովկասի տարածաշրջանը իրենց պատմական տարածքների մեջ կարող են ճակերտավորների առել։ Նույն այդ պատմություն գրելուն մենք հենց այսօր էլ ենք ականատես լինում, գիտենք Հայաստանի հետ կապված կա Արմենիան, Ադրբեջանի այդ թեզը եւ հենց բառացիորեն հայտարարում են, որ պետք է տանել այս ուղղությամբ քարոզություն, պետք է տանել ագիտացիա, որ յուրաքանչյուր ադրբեջանցի իմանա, որ դա մեր հողն է։ Այսինքն իրենք շատ հստակ տանում են այդ քաղաքականությունը, նույնը եղել է Արցախի դեպքում, այն ժամանակ Արցախի դեպքում իրենք ունեին այսպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք կոչվածը, որի մոդելն էլ փաստորեն կիրառում են հիմա Արմենիան Ադրբեջանի համայնք կոչվածի դեպքում եւ նաեւ էլի Իրանի հետ հարաբերությունների սրման պայմաններում անգամ խոսք կար հարավային Ադրբեջանի համայնքի ինչ-որ ձևավորելու նման կառույց ձևավորելու մասին, այսինքն գործելավոճը միշտ եղել է նույնը եւ հիմա շարունակվում է։ Վերադառնալով էլի տարածաշրջանի այդ խնդրահարից հատվածների մի քիչ ավելի տրանսպորտային ուղղությանը, արդեն որերորդ անգամ փոխվում է Չակերտավոր Զանգեզուրի միջանցքի անունը, բայց տրամաբանությունը նույնն է մնում։ Սկզբում Զանգեզուրի միջանցքն էր, դարձավ միջին միջանցք, հետո դարձավ Թրամփի ուղի, Թրամփի ճանապարհ, այլ այս ամեն ինչի նկատմամբ ինչպիսին է Իրանի վերաբերմունքը եւ որքանով են իրանական կառավարության կողմից եւ առասարակ Իրանում սա ընդունում վտանգավոր կամ չեզոք, որովհետեւ տարածքային իմաստով, այսինքն ստացված, որ փաստացի Ամերիկայի ներկայացուցիչներ, հա, կարող են գալ այդ տեղում կանգնել, մոնիտորինգ կամ չգիտեմ ցանկացած այլ գործողություն իրականացնել եւ ստացվում է, որ ինչ որ իմաստով Իրանը ունի անհանգստության խնդիրներ, պատճառներ։ Այ որքանով ինչ վերաբերմունք ունի Իրանը եւ որքանով է պատրաստ Իրանը որևէ ոչ նախատեսված սցենարի։ Թեև դեռևս պարզ չէ, թե ի վերջո ինչ տեսք է ունենալու այդ ճանապարհը, ինչ պարամետրերով է լինելու, ինչ ձևաչափով է գործարկվելու, բայց ամեն դեպքում Իրանի համար ցանկացած այսպես միջանցքային տրամաբանությունը անընդունելի է եւ Իրանը այստեղ այդ ճանապարհին կամ ճակերտավոր միջանցքին դեմ լինելու իր դրդապատճառներն է ներկայացնում, որոնք մի քանիսն են։ Նախ Իրանը սա համարում է որպես հայ-իրանական սահմանի համար սպառնալիք, այսինքն իրենք ունեն մտավախություն, որ սա որևէ կերպ ի վերջո երկարաժամկետ կտրվածքով կարող է պատճառ դառնալ, որ հայ-իրանական սահմանը չվերահսկեն հայկական ուժերը, այլ վերահսկեն այլ երրորդ երկրներ, հետևաբար դա կթուլացնի Իրանի հետ կապը եւ ընդհանուր միջև օրինակ կարող է վերանալ հայ-իրանական սահմանը, դրանով հանդերձ փաստացի Իրանը կկորցնի իր հյուսիսային հարևանին եւ թեև այդ սահմանը կարճ է, բայց կարևոր այլընտրանքային ուղի է Իրանի համար դեպի Եվրոպա, Ռուսաստան հասանելիություն ունենալու համար, ընդ որում եթե մենք զուտ հիմա
դիտարկում ենք այդ ճանապարհի կիրառելիության տեսանկյունից, այնպես է որ Իրանը Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքը ավելի շատ է կիրառում դեպի Եվրոպա կամ Ռուսաստանին հասնելու համար, բայց միևնույն է Հայաստանը համարվում է հուսալի այլընտրանք եւ օրինակ բավարար ու անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության դեպքում բնականաբար այդ ճանապարհը հայկական երթուղին եւս ավելի շատ է օգտագործվել Իրանի կողմից, այսինքն քաղաքական առումով է կարևոր Իրանի համար հայկական այս երթուղին, իհարկե կարևոր է որ այդ սահմանին որևէ տեսակի արտաքին ուժեր չլինեն, իսկ Իրանի արտաքին քաղաքականության հիմքում է այն, որ բացառում է տարածաշրջանում արտատարածաշրջանային կամ այլ ուժերի ներկայությունը, դա վերաբերում է բոլոր հարևաններին եւ ոչ միայն Հայաստանին, հետեւաբար այս տեսանկյունից է Իրանի համար մտավախություն կա, որ հանկարծ այլ ուժեր չտեղակայվեն այդ սահմանին եւ Իրանի դեմ ինչ-որ գործողություններ տեղի չունենան։ Մյուս այլ հարցերից է այն, որ Իրանը մենք գիտենք, որ այժմ ապահովում է Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև կապը եւ Իրանը ցանկանում է շարունակել կատարել այդ դերը եւ պատահական չէ որ Իրանը նորից առաջարկեց այդ կապը իր տարածքով շարունակել եւ հիմա իրենք աշխատում են այսպես կոչված Արասի միջանցքի ուղղությամբ, որը ենթադրում է որ Նախիջևանի եւ Արցախից օկուպացված տարածքների միջև է կապ հաստատելու Իրանի տարածքով, այսինքն մինչեւ այդ գոյություն ուներ այդ ճանապարհը Իրանի տարածքով հիմա ավելանելու է նաեւ Արցախի օկուպացված տարածքներից ճանապարհ եւ երկաթուղի, այժմ ընթանում են կառուցման աշխատանքները, հայտարարվել է որ կամուրջը հնարավոր է այս տարի շահագործման հանձնվի, բայց դեռ պետք է եւ ավտո ճանապարհ կառուցվի եւ պետք է երկաթուղի կառուցվի այդ տարածքում, այսինքն Իրանի համար կարեւոր է պահպանել իր տարանցիկ դերը եւ իր ազդեցության լծակները, քանի որ դա եւս իր համար ազդեցության լծակ էր Ադրբեջանի համար, երբ իր միակ երթուղին դեպի Նախիջևան ապահովում էր Իրանով, դրա համար Իրանը հիմա շեշտ է դնում այդ իր երթուղին զարգացնելու վրա, որպեսզի շարունակի Ադրբեջանի համար գրավիչ լինել ու շարունակեն այդ ճանապարհը օգտագործել, այսինքն մի քանի գործոններ կան, որոնք պայմանավորում են Իրանի վերաբերմունքը, իսկ ինչ վերաբերում է հնարավոր գործողություններին, մենք մինչև այժմ տեսել ենք ակտիվ դիվանագիտական աշխատանք, նաև ակտիվ նախազգուշացումներ, օրինակ զորավարժությունները, որ Իրանը անցկացնում էր սահմանին, դրանք բոլորը նախազգուշողական ինչ-որ զորավարժություններ էին, նաև Իրանից կար ակտիվ ուրեմն շփումներ Հայաստանի Ադրբեջանի հետ եւ Իրանի մյուս քաղաքականությունը ուղղված է նրան, որ լավ հարաբերություններ ունենա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, նաեւ դրանով չեզոքացնի այդ հնարավոր սպառնալիքները, օրինակ մենք տեսել ենք, որ վերջին տարիներին Վերջին 2 տարիներին Իրանը օրինակ Ադրբեջանի հետ եւս սահմանային զորավարժություններ է անցկացում, այսինքն սա եւս Իրանի կողմից դիտարկվում է Ադրբեջանին մոտ պահելու եւ դրա շնորհիվ նաեւ հակաիրանական ինչ-որ գործողություններից հեռու պահելու հնարավորություն, այլ գործողություններ, որ Իրանը օրինակ կարող է ձեռնարկել, իրականում դժվար է ասել, հաշվի առնելով նաեւ Իրանի ներքին իրադրությունը, Իրանի եւ ներքին քաղաքական իրադրությունը եւ ներքին տնտեսական իրադրությունը եւ բնականաբար միջազգային իրադրությունը, այսինքն Իրանը ունի բավականաչափ խնդիրներ ու դժվար է պատկերացնել թե այդ խնդիրների պայմաններում արդյոք պատրաստ է որևէ այլ նոր օջախում ինչ-որ գործողությունների գնալ։ Հասկանալի է, մենք տեսանք երկար ընթացք, սկսելով կրոնական, մշակութային եւ այլն իմաստով կամ քաղաքական իմաստով Իրանի կողմից որոշակի ազդեցության հաստատում չասենք, բայց գոնե հնարավորություններ Ադրբեջանում, որտեղ Ադրբեջանը Իրանի առանցքում անվտանգային իմաստով բավականին կարևոր կետ է համարվում։ Հիմա ուզում եմ հասկանանք Ադրբեջանն այս դեպքում հակազդեցության ինչ կոնկրետ մեխանիզմներ ունի, բացի շիա հավատացյալներին ձերբակալել, ծեծել տալուց կամ բացի օրինակ չգիտեմ, կրոնական ինչ-որ սահմանափակումների գնալուց, այլ ինչ մեխանիզմներ ունի Ադրբեջանը, որով կարողանում է հակազդել Իրանի ազդեցությանը եւ համեմատաբար պահպանել նաեւ Իրանի հետ որոշակի գոնե, որոշակի կայուն վիճակ։ Իրականում այստեղ մենք պետք է նկատենք, որ չնայած Ադրբեջանի հետ Իրանի ունեցած այդ բազմաթիվ խնդիրներին, միևնույն է Իրանի օրակարգում է եղել Ադրբեջանի հետ կառավարելի առնվազն հարաբերություններ ունենալը, որովհետև եթե կան նմանատիպ խնդիրներ եւ կան տարբեր մարտահրավերներ, Իրանի համար ավելի նախընտրելի է, որ ունենաս կառավարելի հարևան, որի հետ կարող ես ինչ-որ պայմանավորվածությունների գնալ եւ լավագույն դեպքում ունենաս լավ հարաբերություններ, այլ ավելի լավ դեպքում ունենաս որոշակի ազդեցություն այնտեղ։ Բայց տարիների այս փորձառությունը ցույց է տալիս, որ Իրանը ենթադրենք եթե շեշտը դրել էր կրոնական գործոնների միջոցով ազդեցություն ունենալու վրա, ապա այդ հարցում ձախ
ձախողվել է, որովհետև եթե անգամ Ադրբեջանում հիմա կան գործիչներ, շիա գործիչներ կամ հասարակախաղացիներ, որոնք Իրանի նկատմամբ ունեն լավ վերաբերմունք, միևնույն է այդ մարդիկ գտնվում են թիրախում եւ որևէ էական գործունեություն չեն կարող ծավալել կամ ինչ-որ փոփոխություն չեն կարող կատարել Իրան-Ադրբեջան հարաբերություններում Իրանի հանդեպ Ադրբեջանի մոտեցումներում։ Հետևաբար այս մարդիկ կարելի ասել այլևս գործոն չեն։ Աստիճանաբար Ադրբեջանը հասել է դրան թե բռնաճնշումներով, թե փափուկուժով, ինչպես արդեն նշեցի։ Իսկ Ադրբեջանի դեպքում այդ հակազդեցությունը նախ այո էթնիկ գործոնի շահարկումն է եղել, այսինքն այդ հարավային Ադրբեջան կոչվածի թեզն է եղել եւ հիմա արդեն հետպատերազմական իրավիճակում Ադրբեջանը շատ է խոսում հավասարը հավասարի սկզբունքով եւ եթե մենք դիտարկենք օրինակ նաեւ այլ ոլորտներ տնտեսական առումով առանձնապես ինչ որ կախվածության հարց չկա Իրան-Ադրբեջան առևտուրը կես միլիոնից մի փոքր է ավել ընդ որում հայ-իրանական առևտուրը ավելի շատ է քան Իրան-Ադրբեջան առևտուրը ու այս առումով ինչ որ կախվածության խնդիր առանձնապես չունի հիմնական հարցը հենց Նախիջևանի հետ կապ հաստատելու հարցն է եւ որի համար էլ ցանկանում է ունենալ անխափան երթևեկություն Հայաստանի տարածքով որպեսզի այդ Իրանին զրկի որևէ տեսակի ազդեցության հնարավորությունից եւ լծակներից այլ քաղաքական ուղղությամբ կամ չգիտեմ ռազմական ուղղությամբ եւս էլի կարող ենք ասել որ Ադրբեջանը ինչ որ Իրանից կախվածության ու խնդիր չունի եւ կարիք չունի որտեղ ռազմական եթե գնումներին ենք նայում ապա դրանք լրիվ ուրիշ ուղղություններով են իրականացվում այստեղ կա նաև օրինակ Կասպից ծովի հարցը, որտեղ իրենք ունեն որոշակի տարաձայնություններ, բայց այս պայմանությամբ կարծես թե որոշակիորեն կառավարելի է, բայց այդ հարցը եւս տարիներ շարունակ եղել է շատ խնդրահարույց եւ ընդհանուր միջև ինչ-որ ռազմական էսկալացիայի վտանգ է առաջացրել, այսինքն հիմնականում այս ուղղությամբ էլի պետք է կառավարելի են պահում այս պահի դրությամբ եւ եթե օրինակ դիտարկենք 20 թվականի պատերազմից առաջ ընկած ժամանակաշրջանը, ապա այդ ժամանակ Ադրբեջանի քաղաքականությունը բավականին հետաքրքիր էր այն առումով, որ իրենք փորձում էին տարբեր ձևաչափեր ստեղծել նույն Իրանի մասնակցությամբ, Թուրքիայի մասնակցությամբ, Ռուսաստանի մասնակցությամբ, այսինքն իրենք ձևավորել էին մի քանի ձևաչափ, օրինակ արտգործնախարարների մակարդակով Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան կամ եղել է նաեւ ընդհանուր քառակողմ Վրաստանի մասնակցությամբ Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, եղել է երակողմ Իրան, Ադրբեջան, Ռուսաստան նախագահների մակարդակով ձևաչափ այդ ամեն ինչը շատ իմաստալից էր 20 թվականի պատերազմից առաջ, որովհետև Ադրբեջանը այսպես փորձում էր անդադ դաշինքներ ձևավորել, յուրայիններ հավաքել եւ միջազգային ասպարեզում իր դիրքերը ամրապնդել, բայց արդեն 20 թվականի պատերազմից հետո մենք նման ձևաչափով ոչ մի այլևս հանդիպման ականատես չենք եղել, այսինքն անգամ այս առումով եթե առաջ ուներ ակնկալիքներ, ենթադրենք Իրանից նաեւ օրինակ իսլամական համագործակցության կազմակերպության հետ կապված կամ այլ հարցերում, ապա 20 թվականի պատերազմից հետո այդ ակնկալիքները ավելի քիչ են եւ Ադրբեջանը կարծում եմ ավելի անկախ է գործում ու ավելի քիչ խնդիրներ ունի այս առումով Իրանի հարցում։ Շատ լավ, ամփոփելով մեր այսօրվա շատ հետաքրքիր զրույց քննարկումը, նշեմ, որ եթե ավելի կհետաքրքրի ձեզ թեման, Ժանան թեմայի վերաբերյալ, կոնկրետ այս թեմայի վերաբերյալ չէ, բայց առհասարակ Ադրբեջանի եւ Իրանի հետ կապված բազմաթիվ ուսումնասիրություններ եւ հոդվածներ ունի, կարող եք դրանց նաեւ ծանոթանալ։ Մի շատ կարեւոր բան այստեղ հաստատենք եւ ֆիքսենք եւ չգիտեմ նորից վերակրկնենք, որ տարածաշրջանը իր պատմական բոլոր ժամանակահատվածներում միշտ եղել է խառը իրավիճակների ու խառը պատմական իրադարձությունների կենտրոնում ու հիմա եւս մենք շատ լուրջ պատմական, ասենք, իրադարձությունների կամ շրջադարձների առաջ են կանգնած, որտեղ շատ կարևոր է ունենալ ինչպես հուզական տոկունությունը պահպանել, այնպես եւ ունենալ ունենալ գիտակցություն, ունենալ բարձր նաեւ կրթական կամ չասենք շատ բարձր ավելի գիտական, բայց ամեն դեպքում ճանաչենք մեզ շրջապատող հարևաններին, ճանաչենք իրենց նաեւ եւ պատմությունը եւ մշակույթը եւ այս տեսակ հարցերը, որպեսզի կարողանանք դուրս գալ այն ծանր իրավիճակներից, որոնց առաջ հիմա կանգնած ենք, ու այս իմաստով շնորհակալություն Ժանային, որ կարողանում է իր գործունեությամբ եւ մասնագիտական աշխատանքով ստեղծել տալ մեզ բավարար չափի տեղեկություններ եւ նաեւ աղբյուրներ, չգիտեմ,
նա շատ մեծ աշխատանք է իրական Ժաննան կատարում, որով մենք ճանաչում ենք եւ Իրանին ինչ որ իմաստով խառը մեզ ոչ այդքան ծանոթ կողմից եւ իհարկե Ադրբեջանին։ Այսպիսով, հարգելիներս, այսքանով ավարտենք այսօրվա մեր հետաքրքիր զրույցը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Ժաննային։ Դուք անպայման խնդրում եմ հետևեք մեզ, նոր, հետաքրքիր ու շատ կարեւոր թեմաները դեռ առջևում են եւ այսքանը։ Շնորհակալություն։